Նոր օր է մեր համար։ Сегодня новый день для нас. Երբ որ մենք արթնացանք, Когда мы проснулись, մեր աչքերը բացվեցին наши глаза Աստծո открылись по милости Божьей, ուրեմն մենք այսօր նոր օր ունենք։ значит, у нас новый день. Ուրեմն Աստված իր գործը դեռ չի ավարտել մեր կյանքի մեջ։ Значит, Бог свое дело еще не завершил в Ամեն։ нашей жизни. Аминь. Փառք Հիսուսին։ Слава Иисусу. Իրականում Աստծո տան մեջ շատ լավ է, В действительности, в Доме Божьем очень շատ хорошо, հանգիստ է։ спокойно. Մենք այստեղ հանգստանում ենք իր ներկայության մեջ։ Здесь мы находим покой в Его присутствии. Եվ գիտես, И знаешь, մի ճշմարտություն կա։ есть одна истина. Անկամ մենք էլ չենք գիտակցում, Даже мы не осознаем, բայց այդ հանգստության մեջ, но в этом покое, որ մենք հանգստանում ենք իր когда մեջ, мы успокаиваемся в Нем, մեր կյանքի մեջ շատ հարցեր լուծվում է։ в нашей жизни многие вопросы решаются. Ամեն։ Аминь. Ուզում եմ հավատաս սրան։ Я хочу, чтобы ты верил Եվ սա этому. ճշմարտություն է։ И это истина. Եվ հետո ես ձեզ ցույց կտամ Աստծո խոսքով։ И я в Слове Божьем это покажу. Կապացուցեմ, որ դա ճշմարտություն է։ Я покажу, что это истина. Փառք Հիսուսին։ Слава Փառք Иисусу. Տիրոջը։ Слава Господу. Ողջունում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով։ Приветствую всех во имя Иисуса. Թող Աստված առատապես օրհնի ամեն մեկիդ։ Пусть Бог обильно благословит каждого. Գիտես ինչ խոսքին ասնել է, До того, как я к Слову перейду, ուզում եմ հիշեցնել մեր хочу напомнить այս տարվա խոսքը։ Слово на этот год. Առակաց 1:33։ Притча 1, 1:33։ притча 1:33. Բայց ինձ լսողը ապահով կբնակվի եւ հանդարտ կլինի չարիքի վախից։ А слушающий меня будет жить безопасно и спокойно, не страшась зла. Դե սրա մեջ հա թաքնված մեր կյանքի գաղտնիքները օրհնության։ В этом скрыты наши благословения, Իրեն լսելու, слушая Его, իր ասածը անելու, делать то, что Он говорит. ինչ որ ինքը ասում է։ То, что Он говорит. Ասում երբ որ ինձ լսես, Когда ты будешь меня слушать, հանդարտ կլինես, հանգիստ կլինես չարիքի վախից։ ты будешь спокоен, не страшась зла. Ես երնես այն խոսքը, որ իմ մեջ կա, այսօր սրտից մեջ դրված կիսվելու ձեր հետ, И то слово, которое есть в моем сердце, чтобы сегодня делился с вами, շատ կարևոր է մեր համար, оно очень важно для нас. շատ կարևոր է։ Очень важно. Եվ այն ինչի մասին որ այսօր խոսելու И եմ, то, о чем я буду говорить, դա կատարվում է ամենաառաջինը մեր ներսում, прежде всего это происходит внутри нас. բայց եթե մենք դրա դեմը չառնենք, Но если мы не решим этот вопрос, դա կդառնա ֆիզիկական գործողություն մեր կյանքի մեջ։ оно превратится в физическое действие в нашей жизни. Եվ այսօր ես խոսքը վերնագրել եմ այսպես. И слово я назвал так. Ետ մի նայիր, Не смотри назад, ետ մի նայիր, не смотри назад, անձդ ազատիր։ освободи душу свою. Ետ մի նայիր։ Не оглядывайся. Եվ մենք այսօր սրա մասին խոսելու ենք մի փոքր, И сегодня мы об этом будем говорить. եւ ուզում եմ սրանից սկսեմ։ Я хочу начать с того, Ես մենք ամեն մեկս каждый из нас, այստեղ որ եկել ենք, когда пришли сюда, Աստծուն ընդունել ենք приняли Հիսուսին, Господа Иисуса, մենք փրկություն ենք առել мы приняли спасение, եւ մենք փրկված ենք։ и мы спасены. Ես ամեն մեկս Каждый из нас ինչ որ ճանապարհ է անցել, որ եկել է եւ փրկվել է։ прошел некий путь, чтобы спасти. Տարբեր են ճանապարհները։ И эти пути разные. Ինչ որ մեկը հիվանդություն է ունեցել У кого-то была болезнь, եւ առաջարկել են գա, и ему предложили прийти. եկել է եւ Աստված իրան փրկել է։ Он пришел, и Бог его спас. Ինչ որ մեկին դուր եկե հոգեվոր երգերը, Кому-то духовные песни եկել է понравились. երգերը лսելու Он пришел слушать песни, եւ Աստված փրկել է իրան։ и Бог его спас. Ինչ որ հանգամանքներ ա եղել մեր կյանքերի մեջ, Были какие-то обстоятельства, может быть, в нашей жизни. ամեն մեկից տարբեր հանգամանքներ ա У եղել։ каждого разные обстоятельства. Եվ մենք եկել ենք Աստծո եւ Աստված մեզ փրկել է։ И мы пришли в Дом Божий, и Он Եվ спас մենք нас. փրկված ենք։ И мы Ամեն։ спасены. Մենք Аминь. փրկված ենք։ Мы спасены. Գիտես ինչ որ մեկը կարող է եկել է իրան կին ման գալու, բայց Աստված բռնե փրկել է իրան։ А может быть, кто-то пришел себе жену искать, а Бог его спас. Ինչ որ մեկը չգիտեմ ինչ նպատակներով ա եկել, Может быть, кто-то с другими целями пришел. բայց Աստված բռնել է եւ փրկել է Но իրան։ Бог взял и спас его. Ամեն։ Ամեն։ Եվ մենք բոլորս փրկվածներ ենք։ И мы спасенные. Գիտեք շատ կարեւոր է, И очень важно, որ երբ որ փրկվել ենք մենք, что когда ты получил спасение, որտեղից որ դուրս ենք եկել, откуда мы вышли, որտեղից որ Աստված մեզ բերել է իրատուն եւ փրկել է մեզ, откуда нас Господь вывел и привел в свой дом и спас, շատ կարեւոր է, очень важно, որ մենք ետ չդառնանք, чтобы мы не оглядывались, որ մենք ետ չդառնանք։ чтобы мы не возвращались туда, Այնտեղ, туда, որտեղ մենք եղել ենք։ где мы были. Եվ Աստծո խոսքը դրա մասին խոսում է, И Слово Божие говорит об этом. եւ դա շատ կարեւոր է այսօր մեր կյանքի И это մեջ, очень важно сегодня в нашей жизни.
որ մենք ետ չդառնանք այն հին տեղը, որտեղ որ մենք եղել ենք։ чтобы мы не возвращались в то место, откуда мы вышли. Եվ ես ուզում եմ բացենք Մատթեոս ավետարան, Я хочу, чтобы мы открыли Евангелие от Матфея, երկրորդ գլուխ։ 2 главу. Այս պատմությունը մենք բոլորս գիտենք։ Мы все знаем эту историю. Ես բոլորը չեմ կարդա, կպատմեմ ուղակի։ Буду рассказывать, не буду все читать. Սա այն պատմությունն է, երբ որ Հիսուսը ծնվել էր, Это история, когда Иисус родился. եւ գրված է, որ մոգերը եկան, որ նրան երկրպագեն, И написано, что волхвы пришли ему поклониться. եւ իրենք ման էին գալիս։ И они его искали. Հարցնում էին, որտեղ է ծնվել հрьяաների թագավորը։ И спрашивали, где родился царь иудейский. Եվ եկան հասան թագավորի мот, И они пришли, дошли до царя. թագավորին հարցրեցին, И спросили царя. թագավորը ջղայնացավ, Царь, он возмутился. ասաց ես եմ ստա մենակ թագավորից, И թագավոր сказал, պետք է я ծնվի»։ только царь, кто есть еще кроме меня. Կանչեց բոլոր աստվածաբաններին, բոլոր դպիրներին, փարիսեցիներին, И он созвал всех там ученых людей, звездочетов, фарисеев и всех остальных. հարցրեց այդ ոնց է լինելու, որտեղ է ծնվելու, ինչ է լինելու։ И сказал, где это он должен родиться, где это должно произойти. Եվ նրան ասեցին, որ Աստծո խոսքի մեջ գրված է, որ նա Բեթլեհեմում է ծնվելու։ И ему сказали, что в Слове Божьем написано, что он в Вифлееме должен родиться. Եվ հետո 7-րդ խոսքը։ И потом 7 стих. Այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուն կանչելով նրանցից ստուգեց այն երևող աստղի ժամանակը։ Тогда Ирод, тайно призвав волхвов, выведал от них время появления звезды. Եվ նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասեց. Գնացեք ստույգ իմացեք այն երեխայի համար եւ երբ որ գտնեք, ինձ իմացրեք, որ ես էլ գամ երկրպագեմ նրան։ И послав их в Вифлеем, сказал, пойдите тщательно разведайте о младенце, и когда найдете, известите меня, чтобы и мне пойти и поклониться ему. Եվ նրանք երբ որ լսեցին թագավորից գնացին եւ ահա այն աստղը, որ տեսան արևելքում, նրանց առաջից գնում էր, մինչեւ որ եկավ կանգնեց այնտեղը, ուր էր երեխան։ Они, выслушав царя, пошли, и се звезда, которую видели они на востоке, шла перед ними, как наконец пришла и остановилась на том месте, где был младенец. Նայեք, մոգերը Смотрите, волхвы, շատ երկար ճանապարհ անցան, որ они գան Հիսուսին прошли очень երկրպագեն։ длинный путь, чтобы поклониться Иисусу. Սա մեր կյանքն է։ Это наша жизнь. Մենք երկար ճանապարհ անցնելով եկել ենք Աստծուն երկրպագելու նրան։ Мы, пройдя долгий путь, пришли к Богу, чтобы Ему поклониться. Տարբեր բաների մեջով նրանք անցան։ Они через разные обстоятельства прошли. Տարբեր ճանապարհներով, անապատներով, թագավորի մոտով անցնելով Пути пустыни и так далее. եկան հասան Հիսուսի մոտ։ Они пришли к Иисусу. Եկան Հիսուսին երկրպագելու։ Пришли поклониться Иисусу. Եվ գիտեք հարցը ինչումն է։ И знаете, в чем вопрос? Այսօր Սատանան Сегодня дьявол, շատ նուրբ ձևով գործում է քրիստոնյաների կյանքի մեջ։ он также очень аккуратно действует в жизни христиан. Գիտես ինչ է ասում։ Знаете, что он говорит? Ասում է գնա, Он говорит, иди, գնա, иди, երկրպագի, иди поклонись, բայց հետ կգաս։ но вернешься обратно. Գնա քո բժշկությունը վերցրա, բայց հետ կգաս։ Иди возьми свое исцеление, но возвращайся. Քեզ բժշկություն է պետք։ Тебе нужно исцеление? Գնա, այնտեղ բժշկություն կա։ Иди, там есть исцеление. Գնա, վերցրա, բայց հետ կգաս։ Иди возьми, но возвращайся обратно. Քեզ ինչ է պետք, ինչի համար ես եկել եկեղեցի։ Что тебе нужно? Для чего ты в церковь пришел? Գնա, այդ ինչ որ պետք է քեզ վերցրա, То, что тебе нужно, иди возьми, բայց հետ կգաս։ но потом возвращайся. Եվ гիտեք, սա И знаете, это չի կատարվում ֆիզիկապես։ не происходит физически. Սա կատարվում է մարդու ներսը։ Это происходит внутри человека. Մարդու ներքին որոշումն է դա, Это внутреннее решение человека. որ ես գալիս եմ իմ բժշկության համար։ Что я прихожу за своим исцелением. Բժշկությունս վերցնեմ կգնամ, այլ Աստված ինձ պետք չի։ Я возьму свое исцеление и уйду. Бог мне больше не Եվ нужен. Սատանան այսօր շատ ուժեղ աշխատում է հենց դրա վրա։ И дьявол именно над этим работает сегодня. Գիտես ինքը երբեք չի ասի, Он никогда не скажет, չգնաս Աստծոտուն, не иди в Дом Божий, չգնաս եկեղեցի, не иди в церковь, չգնաս не иди ծառայությունների։ на служение. Ոչ։ Нет. Ինքը ասում է գնա, Он говорит, иди, երկրպագի էլ։ иди даже поклоняйся. Ինչ որ քեզ պետք է վերցրա, То, что тебе нужно, возьми. բայց հիշի մի բան, Но помни одно, որ դու հետ պետք է գաս։ тебе нужно вернуться. Անես չի որ դու գնացելուս ու պետք է Это не так, մնաս։ что ты должен пойти и остаться там. Այսօր մենք այնքան պետք է ուշադիր լինենք, Сегодня мы настолько внимательны որ должны, այդ թշնամու ձայնը чтобы голос врага, ամեն անգամ է մեր ականջներին դա։ он каждое время у нас на слуху. Գիտես մարդ կա, И знаете, есть люди, որ աշխարհում которые в миру, ինքն էս դիրքի մեջ է եղել он в таком положении, статусе, եւ հարցեր է լուծել и он такие вопросы решал ранее. եւ հիմա եկել է Աստծո մոտ, И он теперь пришел к Богу, ապաշխարել է он покаялся, ու ամեն բան լրիվ ուրիշ ձևով է գնում։ и теперь все идет иначе.
Եվ միշտ այդ միտքը աշխատում է նրա И կյանքի всегда մեջ։ эта мысль, она у него крутится. Այն ժամանակ կարիքի մեջ չէի։ Тогда не был в нужде. Այն ժամանակ մատ այսենց էի անում, հարցերս լուծվում էր։ Раньше я вот так вот делал, и вопросы решались. Հիմա չի լինում ոչ մի բան։ Сейчас ничего не происходит. Եվ թշնամին խոսում է։ И враг говорит, Միգուցե հետ դառնաս։ может быть, тебе вернуться? Դες ինչքան կարիք եկել ես Աստծուն, այնքան կարիքներ ես Так ունեցել։ много нужд ты пришел к Богу, так много Բայց այն проблем у тебя ժամանակ появилось. կարիք չունեիր։ А раньше у тебя не было этих проблем. Միգուցե հետ դառնաս։ Может быть, ты вернешься? Միգուցե հետ դառնաս։ Может быть, ты вернешься? Սերներս այսօր Возлюбленные, сегодня թող այս խոսքը пусть это слово մեզ սրտերի մեջ լինի, будет в наших сердцах, որ թշնամու ձայնին մենք տեղ չտանք։ чтобы мы не давали места голосу врага. Մենք չենք եկել Աստծուն, Мы не пришли к Богу, որ հետո հետ գնանք։ чтобы снова возвращаться. Մեզ Աստված է պետք, Нам нужен Бог, ոչ թե իր հրաշքները։ а не Его чудеса. Մեզ ինքն է պետք։ Нам Он нужен. Եւ այսօր մեր պատասխանը թշնամու պետք է միայն լինի սա։ И ответ врагу должен быть таков. Ես չեմ եկել իմ բժշկության համար։ Я не пришел за исцелением. Ես չեմ եկել ինչ-որ բան փնտրելու եկեղեցու մեջ եւ Աստծո մեջ։ Я не пришел что-то искать в церкви и в Ես Боге. եկել եմ Աստծուն փնտրելու։ Я пришел искать Ես Бога. եկել եմ Աստծուն Я երկրպագելու։ пришел Богу Ես եկել եմ իմ поклониться. կյանքը Աստծուն տալու։ Я пришел свою жизнь Богу отдать. Գիտես, երբ որ մոգերը մտան ներս, И когда волхване зашли внутрь, եկան եւ երկրպագեցին они Հիսուսին։ пришли, поклонились Иисусу. Իրենց պարգևները տվեցին։ Они свои дары принесли. Հետաքրքիր մի բան եմ ուզում ասել։ Хочу сказать что-то интересное. Երկրպագությունը Поклонение, այնքան հզոր բան է։ оно настолько сильно, Երբ որ գալիս ես երկրպագության, когда ты приходишь в поклонение, դու պետք է ամբողջովին ինչ ունես Տաստիրոջը։ то, что у тебя есть, ты должен все это отдать Господу. Երկրպագության ժամանակ այդ այնտեղը չի, И время поклонения это не то время, որ դու խնդրես իրանից ինչ որ մի բան։ чтобы ты что-то у него просил. Գիտես, մարդկային միտքը Человеческий разум, մի քիչ դժվար է դա անցալում, он тяжело воспринимает, որտեղ այնքան հոգսեր ունենք, потому что так много нужд, այնքան դժվարություններ ունենք։ так много трудностей. Երկրպագության ժամանակ էլ ենք ուզում ասենք Աստծուն Տեր, հələ էսել ունենք, էսել ունենք, էսել ունենք։ И даже во время поклонения мы хотим Господу еще сказать: Господь, у меня и это, и это, и это. Բայց մի գաղտնիք Но ասենք есть ես։ один секрет. Նրանք երբ որ երկրպագում Когда են, они поклонялись, նրանք երկրպագում են երեխուն։ они поклонялись ребенку, Նոր младенцу. ծնված։ Նոր ծնված երեխայից ինչ սպասումներ մենք ունենք։ Какие у нас могут быть ожидания от новорожденного ребенка? Ընդհանրապես ոչ մի սպասումներ չկա։ Никаких ожиданий. Բացի լացից, կապրիզնությունից կամ ինչ որ սոված լինելուց, որ ուտել Кроме է։ того, что ребенок может капризничать, плакать, кушать. Երբ որ նրանք եկան եւ И երկրպագեցին когда они пришли и Հիսուսին, поклонились Иисусу, գիտես, անգամ նրանց մտքով չեր ասնում, у них даже не было в мыслях, որ ժամանակ կանցնի что пройдет время, եւ այս մանուկը и этот младенец իրաց կյանքի մեջ в их жизни, փրկության, բժշկության, ազատագրության պատճառ կլինի։ он станет причиной в их жизни для спасения и исцеления. Հալելույա։ Գիտես, ինքը զորավոր է։ Знаешь, он сильный. Այսօր մենք գալիս ենք երկրպագելու նրան։ Сегодня мы приходим поклоняться Գալիս Ему. ենք հոգսով եւ ուզում ենք թելադրենք Աստծուն, ասենք Տեր, էսել ունենք, էսել ունենք։ Приходим с нуждами и хотим сказать: Господь, у меня и это, и это, Ինքը и գիտի, это. Но Он знает. ինքը գիտի, Он знает. ամեն բան գիտի Он все ինքը։ знает. Բայց այսօր որ գալիս ես Но երկրպագության, сегодня, когда ты приходишь в поклонение, ինչ ունես դուր նրան։ то, что имеешь, дай Ему. Դու չգիտես ինչ ա Ты լինելու։ не знаешь, что произойдет. Դու չգիտես երբ է ինքը մեծանալու քո կյանքի մեջ եւ հարցեր լուծելու։ Ты не знаешь, когда Он в твоей жизни возвеличится и будет решать вопросы. Երկրպագությունը հենց այդտեղն է։ И поклонение это то место. Գիտես, նրանք եկան եւ Они երկրպագեցին։ пришли и Ինչ поклонились. ունեին տվեցին։ То, что имели, дали. Երկար ճանապարհ էին Они անցել։ прошли долгий путь. Եվ նա մի օր И Он однажды խաչը բարձրացավ поднялся на крест եւ փրկեց մեզ ամեն անեծքներից ու и հիվանդություններից, спас нас от всяких ամեն проклятий и կապանքներից ու болезней. մեղքերից От ազատեց մեզ։ всяких и оков и грехов освободил нас. Գիտես, երկրպագությունը դա զորություն է եւ հրաշքներ է կատարվում։ Поклонение это сила и творит чудеса. Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Слава Տիրոջը։ Иисусу, слава Господу. Եկեք մի քիչ էլ առաջ գնանք, թե չէ Давайте այստեղ еще շատ чуть կանգնելու дальше բաներ пойдем. կա այստեղի վրա։ Много есть важных моментов здесь. Երբեք ետ չնայես, Никогда не оглядывайся. երբեք ետ չգնաս։ Не иди, не возвращайся. Եկեք հիշենք Ղովտի կյանքը։ Давайте вспомним жизнь Лота. Ղովտը դուրս եկավ Աբրահամի հետ, Лот, он вышел с Авраамом. ճանապարհ անցավ շատ երկար։ Он прошел долгий путь. Այնքան երկար ճանապարհ անցավ, որ արդեն ինքը հարստացավ, Он такой долгий путь прошел, что сам обогатился. հետո իր հովիվները Աբրահամի հովիվների հետ կռիվ արեցին, Потом его пастухи, они
Սորիլի։ ссорились с пастухами Авраама, Հետո բաժանվեցին իրարից, потом они разделились, հետո Ղովտը գնաց առանձին տեղ ապրելու, потом Лот пошел отдельно жить, ամուսնացավ, երեխա ունեցավ, у него появилась жена, дети, այդ երեխաներն էլ արդեն փեսաներ ունեին, и потом у этих детей были уже невесты. պատկերացնում եք ինչքան երկար ճանապարհ նրանք անցան, И представляете, какой долгий путь они прошли. եւ ինչքան բաներ ձեռք բերեցին իրենց կյանքի մեջ, И сколько всего он приобрел в своей жизни. բայց եկավ մի պահ, Но пришел момент, որ Աստված что Бог եկավ կործանելու է Սոդոմը եւ Գոմորը, որտեղ նրանք ապրում էին։ пришел, чтобы истребить Содом и Гоморру, где они жили. Ծննդոց 19-րդ գլուխն եմ ուզում կարդանք։ Бытие 19 главу хочу, чтобы мы прочли. Ծննդոց 19։ Бытие 19. Գիտես, անգամ անես բաների միջով անցավ Ղովտը, Лот через такие вещи прошел, որ եկան այդ իրենց հյուրերին բռնեն, что пришли его гостей взять. Ղովտը դուրս եկավ, ասեց իդ հյուրերին ձեռ չտակ, երկու հատ աղջիկ ունեմ, արտամ ձեզ ինչ ուզում եք արեք։ Лот вышел, сказал, что не трогайте моих гостей. Вот у меня 2 дочери, возьмите, делайте, что с ними хотите. Պատկերացնում եք Ղովտի սիրտը։ Представляете сердце Лота. Եվ Աստված եկավ իրան փրկելու И пришел Бог спасти ու Лота իր ընտանիքը։ и его семью. Եվ գիտես ինքը անգամ ասեց, И он сказал, եթե ուրիշ բարեկամներ или հարազատներ ունեք, если даже есть у вас другие родственники, ասեք որ դուրս գան ձեր հետ։ скажите, чтобы они вышли. Եվ ուզում կարդամ 15-րդ խոսքից, 19-րդ գլուխ, 19 глава с 15 стиха. Եվ երբ որ առավոտ եղավ, հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով. «Վեր կաց արկինդ եւ այդտեղ գտնված երկու աղջիկդ, որպեսի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։ Когда взошла заря, ангелы начали торопить Лота, говоря, встань, возьми жену твою и 2 дочерей твоих, которые у тебя, чтобы не погибнуть тебе за беззаконие Եվ երբ города. որ նա ուշանում էր, այն մարդիկ բռնեցին նրա ձեռքից եւ նրա կնոջ ձեռքից եւ նրա աղջկան ձեռքից, Եհովա նրան ողորմելով եւ դուրս հանեցին նրան եւ քաղաքի դուրսը դրեցին։ И как он медлил, то мужи, те по милости к нему Господне, взяли за руку его и жену его, и 2 дочерей его, и вывели его, и поставили его вне города. Եվ եղավ երբ որ նրանց դուրս հանեցին, Когда же вывели их вон, նրանցից մեկը ասեց. то один из них сказал, Անձդ ազատիր, յետևիդ մտիկ մի տար եւ բոլոր դաշտում մի կանգնիր, սարը փախիր, որպեսի չկորչես։ не оглядывайся назад и нигде не останавливайся в окрестности сей, спасайся на гору, чтобы тебе не погибнуть. Դες Աստված եկավ փրկեց Ղովտին եւ նրա ընտանիքը, Бог пришел спасти Лота и его семью. դուրս հանեց, Он вывел их, դուրս հանեց այդ չար տեղից, он вывел из этого злого այդ места, բղծված քաղաքներից, из этого оскверненного Որ города, անօրենությունը оскверненных ահավոր городов, էր, в которых было беззаконие. հանեց դուրս, Он вывел их, սենց ստիպելով, он их заставляя вывел. շատ ժամանակ մեր կյանքում էլ է տենց լինում։ И в нашей жизни так часто бывает. Մենք չեք ուզում փրկվեք, բայց Աստված ստիպելով փրկում է մեզ զորով, Мы не хотим спасаться, но Бог нас силою спасает, որովհետեւ շատ է սիրում մեզ։ потому что Он сильно любит нас. Եվ երբ որ դուրս հանեց, И когда Он вывел, գրված է որ ասեց մեկը. написано, что один сказал из них, Հետ չնայես, не оглядывайся, հետ չնայես, не оглядывайся ետ назад, մի նայիր, не оглядывайся, անձդ ազատիր։ спасай душу. Գիտես, երբ որ մենք ետ ենք նայում, Когда мы смотрим назад, դա մեր անձերին վտանգ է սպասում։ это приводит, Մենք ուղակի քարանալու ենք։ это приносит опасность нашим душам, мы просто станем каменными. Ետ նայելը А оглядываться հոգևոր կյանքի մեջ в духовной жизни բերում է մահ, приносит смерть. քարանում է մարդը։ Человек, он становится каменным. Եթե Աստծուն պետք լիներ, որ մենք քար լինեին, Если бы Богу нужно было, чтобы мы стали каменными, արձան լինեինք, чтобы мы были скульптурой, Ադամի վրա իր շունչը չեր փչի, Он не вдохнул бы свое дыхание на Адама, բայց ինքը շունչը փչեց մեր вրա, но Он вдохнул свой дух в нас, եւ մենք կենթանի հոգի եղանք։ и мы стали живыми людьми. Ոչ թե նրա Не համար, для того, որ Ղովտի կնոջ պես լինենք, чтобы быть как жена Лота, որ ետ նայենք եւ քարանանք։ чтобы обернуться назад и стать каменными. Գիտես այսօր Աստված Сегодня Бог իր խոսքի միջոցով через свое слово, զգուշացնում է իր Он եկեղեցին, предупреждает свою церковь, որ երբեք ու երբեք что никогда и никогда ետ չնայես։ не оглядывайся. Գիտես նրանք տարիներով անցել էին եւ շատ բաների էին հասել։ Они много лет прошли, многого достигли, Շատ ունեցվածներ էին ձեռք բերել, много всего имения приобрели. բայց այդ ամեն ինչի մեջ Но во всем этом քրիստոնյայի սիրտը
Сердце христиан պետք է կպած չլինի այդ ձեռքբերումներին, не должно быть привязано к тому, что мы приобретаем. որովհետև ավելի կարևոր է Տիրոջ ձայնը, քան այդ ձեռքբերումները, Потому что важнее голос Божий, нежели то, что мы приобрели. որովհետև կարող է մի օր Աստված գա, Потому что Бог может в один Եվ день ասի. прийти и сказать: դուրս արի, выходи, դուրս արի, выходи. որտեղ երբ որ նրանք դուրս եկան, Потому что когда они вышли, ոչ մի бան չտարան իրանց հետ։ ничего они с собой не Ոչ մի բան։ вынесли. Ничего. Այն ինչ որ տարիներով արել էին, То, что они годами делали, ինչ որ տարիներով երազել էին եւ հասել էին դրան, то, что они годами мечтали, достигли, ոչ մի բան իրանք չհանեցին դուրս։ они ничего с собой не вывели, Մենակ իրենց անձերը, только свои души. որը կարևորը դա էր։ Важно было именно это. Դրա համար ինչ Աստծո խոսք ուզում ասի մեզ Что այսօր։ хочет сказать нам Слово Божье? Ինչ էլ որ ունես, Что бы ты ни имел, ինչ ձեռքբերումներ էլ որ ունես, что бы ты ни приобрел, թող Տերը օրհնի եւ կրկնապատկի այդ ամեն ինչը ձեր կյանքի մեջ։ пусть Бог благословит и это приумножит в вашей Հիսուսի жизни անունով։ во имя Иисуса. Բայց Но մեր սիրտը наше сердце պետք է կպած լինի Տիրոջը եւ ոչ թե այդ ամեն ինչին։ должно прилепляться к Богу, а не ко всему этому. Որովհետեւ դրա պատճառով Потому что из-за этого Ղովտի կինը քարացավ։ жена Лота, она стала каменной. Դրա պատճառով ինքը Из-за քարացավ։ этого она стала каменной. Դրա պատճառով ինքը չլսեց Տիրոջ ձայնը, Поэтому она не услышала Божьего голоса. որովհետեւ շատ բաներ էր թողել այնտեղ։ Потому что она многое там оставила. Շատ բաներ էր թողել։ Многое там оставила. Գիտես միգուցե Может быть, տղամարդն էս աստեղծած, որ իր համար այդքան էլ կարևոր չի, мужчина так сотворен, что для него не столь важно, բայց կնոջ համար դա շատ կարևոր է, ինչ որ а ինքը для ձեռք է բերել, женщины это очень важно. դրել է, То, что она приобрела, տունը սարքել է, ամեն ինչ իր построила, ուզածով, все сделала. շատ դժվար է դրանից փոխվելը։ И очень тяжело, может быть, отлепиться. Բայց այսօր կապ չունի, Но сегодня не важно, թե քույր թե եղբայր։ брат или сестра. Մենք պետք է ետ չնայենք։ Мы не должны оборачиваться. Մենք ետ պետք է չնայենք։ Мы не должны оборачиваться. Այն ժամանակ մենք մեր ավտորիտետով էինք հարցեր լուծում, սենց ասած, Мы раньше, может быть, своим авторитетом решали вопросы. այսօր Աստծո ավտորիտետով պետք է луծենք։ Сегодня мы должны Божьим авторитетом Եվ մենք решать. պետք է սպասենք իր И мы լուծմանը։ должны ожидать от Него Մենք պետք է решения. սպասենք նրան։ Мы должны ожидать Его. Ետ չնայես, И не оглядываться. ետ չնայես, Не եւ оглядывайся. առավել եւս ետ չգնաս։ И тем более не возвращайся. Ես գիտես դրա համար եմ ասում։ Поэтому я и говорю. Դու չես վերցի, ուղղակի всё գնացիր այսօր, ես գնացի։ Ты не говоришь: все, я просто ушел. Ես էլ չեմ գալու եկեղեցի։ Я больше не приду в Ես էլ церковь. չեմ գալու խմբակ։ Я не приду на домашние группы. Ես էլ չեմ գալու ծառայությունների։ Я не приду на служение. Այդպես բան չենք անում մենք։ Мы так не делаем. Բայց դա կատարվում է մեր ներսը։ Но это происходит внутри. Եվ այսօր ուզում եմ ասեմ, Но я хочу сказать сегодня, եթե տես որոշումներ կա, если есть такие решения, եթե տես ձայներ կա մեր если есть ականջների, такие голоса, ավելի լավ է, лучше շատ շուտ очень скоро այդ հարցը լուծի։ решите этот вопрос. Եթե չէ, Иначе դա դառնալու է ֆիզիկական գործողություն։ это станет физическим действием. Մի օր կհայտնաբերե ինչ որ մեկը, մենք չէ, մեր մասին չի խոսքը։ И я не хочу говорить, что это о нас, но Ինչ որ մեկը, кто-то որ արդեն եկեղեցու մեջ չի։ обнаружит в определенный момент, что он уже не в Եվ церкви. չի էլ գիտակցի, И он не поймет, որ ժամանակին այդ հարցը չէր լուծել ինքը։ что он в свое время не решил именно этот Ամեն։ вопрос. Аминь. Սա շատ կարևոր է սիրելիներս։ Это очень важно, Եվ возлюбленные. Աստված շատ կարևոր շատ ուշադրություն է դարձնում սրա վրա։ И Бог обращает внимание на это. Փառք Հիսուսին։ Слава Иисусу. Ես ուզում եմ ասեմ, Хочу сказать, որ մենք կանչված չենք Ղովտիկին լինելու։ мы не призваны быть такие, как жена Лота. Մենք կանչված չենք Ղովտի կնոջ պես լինելու։ Мы не призваны быть, как она. Մենք կանչված ենք փրկությունը վերցնելու։ Мы призваны взять спасение. Մենք կանչված ենք հավիտենական կյանքը ժառանգելու։ Мы призваны наследовать жизнь вечную. Մենք կանչված ենք օրհնությունները ժառանգելու Мы Աստծո։ призваны благословение наследовать. Մենք կանչված ենք Աստծո հետ կյանք ապրելու եւ վայելելու Աստծո հետ։ Мы призваны жить с Богом и наслаждаться. Դրա համար ասում եմ, Поэтому и говорю, ետ չնայես, не оборачивайся. ետ չնայես։ Не оборачивайся. Չբարկանաս, որ շատ եմ կրկնում։ Не ругайся, если я Բայց так ուզում եմ часто այս սրտի повторяю. տախտակների вրա գրվի դա։ Но я хочу, чтобы это на скрижалях нашего сердца было написано. Գիտես, եթե կարիք չլինի, խոսքը չի լինի։ Если не будет нужды, и слова не будет. Գիտես, հրեշտակը իզուր չասեց, Ангел не просто сказал: ետ չնայեք, не оглядывайтесь. որովհետև այդ ժամանակ ոչ մեկ էլ հետ չէր նայում։ Потому что в это время никто не смотрел назад. Չէ, մեր մեջ չէ կարա հարց И առաջանա։ у нас может быть вопрос:
Ես չեմ էլ մտադրված գնալու հետ։ Я даже не настроен идти назад. Չեմ էլ մտածել դրա մասին։ И не думал об этом. Այո, եւ ամեն համաձայն եմ։ Да, и аминь, я согласен. Բայց այդ ամեն ինչը կատարվում է սրտի մեջ։ Но это все происходит в нашем сердце. Ես ցույց կտամ դա Աստծո խոսքով։ Я покажу это в Слове Божьем. Ղուկաս ավետարան Евангелие от Луки, 17-րդ գլուխ 17 глава, 29-րդ խոսքից։ с 29 стиха. Եվ այն օրը, որ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, կրակ եւ ծծում տեղած երկնքից եւ ամենքին կորցրեց։ Но в день, в который Лот вышел из Содома, пролился с неба дождь огненный и серный и истребил всех. Նույն կերպով էլ կլինի այն օրումը, որ մարդի որդին կհայտնվի։ Так будет и в тот день, когда Сын Человеческий явится. Այն օրումը, ով որ կտուրի վրա լինի եւ իր բաները տան մեջ, թող ճիշնե նրանց առնելու։ Եվ հանդումը լինողն էլ այնպես թող ետ չդառնա։ В тот день, кто будет на кровле, а вещи его в доме, тот не сходи взять их. И кто будет на поле, также не обращайся назад. Հետաքրքիր է, չէ՞։ Интересно ведь? Աստված ասում է, Бог говорит, երբ որ կգա այդ օրը, когда придет тот день, որտեղ էլ որ կլինես, где бы ты ни оказался, միայն թող քո սիրտը սпасի Տիրոջը։ пусть твое сердце только ожидает Господа. Ինչ էլ թողած լինես, Где бы ты ни что ասում бы ни է, ետ оставил, չդառնաս հետ говорит, վերցնելու։ не возвращайся, забирайте это. Աստծո խոսքը շատ մեծ ուշադրություն է դարձնում սրա վրա։ Слово Божие, внимание наше Եվ обращает մյուս на խոսքը, это. И այս следующий ամեն стих, խոսքերից հետո ասում է. после этого стиха говорится, Հիշեցեք Ղովտի կնոջը։ вспоминайте жену Лотову. Հիշեցեք Ղովտի կնոջը։ Вспоминайте жену Лотову. Տեսեք ինչերից հետո է Աստված ասում После հիշեցնում чего մեզ։ говорит Господь и напоминает. Ուզում ասի ինքն էլ ուզեցավ հետ վերադառնա ինչ որ մի բան վերցնի իր հետ, Он хочет сказать, что и она захотела вернуться, что-то забрать с собою, բայց քարացավ։ но она стала каменной. Այսօր մեզ պետք չի որ մենք հետ գնանք անցյալից ինչ որ բաներ բերենք մեր ներկայի մեջ։ Нам не нужно сейчас идти из прошлого, приносить что-то в наше настоящее. Այսօր երբ որ Աստված մեզ փրկել է եւ հանել է իր արքայության, իր լույսի մեջ, Сегодня, когда Бог нас спас и привел нас в свой свет и в свое մեզ царство, պետք չի մտնել նորից անցյալի մեջից ինչ որ բաներ բերել մտցնել ներկայի մեջ, нам не нужно возвращаться в прошлое и приносить что-то в настоящее. որովհետեւ դա քանդելու է մեր ներկան։ Потому что это разрушит наше Դա настоящее. մեզ մահ է բերելու մեր կյանքի մեջ։ Это принесет смерть в нашу жизнь, Հոգևոր մահ, духовную смерть. բայց մենք Но мы այդ մարդիկ չենք, չէ՞։ не эти люди ведь. Մենք ետ չենք նայելու։ Мы не будем смотреть назад. Մենք չենք գնալու ինչ որ բաներ բերելու ներկայի մեջ։ Не будем возвращаться и приносить что-то в Մեր настоящее. անցյալը Наше прошлое, ծածկված է Հիսուս Քրիստոսի արյունով она сокрыта кровью Иисуса Христа. եւ մեր ներկան էլ եւ մեր ապագան էլ։ И наше настоящее, и будущее. Մենք անցյալի հետ գործ չունենք։ Мы не имеем дела с прошлым. Ինչ որ եղել է, То, что было, ինչ որ կատարվել է, то, что произошло, Տերը իր Господь. արյունով մաքրել ու սրբել է մեզ։ Он своей кровью нас очистил и Մենք спас. պետք է ապրենք այսօրվա օրով Мы должны жить сегодняшним днем Տիրոջ հետ միասին։ вместе с Господом. Գիտես Սատանան мիշտ է դա ասում։ И дьявол, он всегда это говорит. Միշտ Всегда մեր ականջներին говорит на ухо, հետ գնա։ возвращайся. Հետ գնա ինչ որ քայլեր արա, այդ հարցերը կլուծվի քո կյանքի մեջ։ Возвращайся, сделай определенные шаги, этот вопрос решится. Հետ գնա։ Возвращайся. Բայց Աստծո խոսքը ասում է, Но Слово Божье говорит, երբ որ ուզում ես հետ գնաս, когда ты хочешь возвращаться, հիշի Ղովտի կնոջը։ помни жену Лота. Հիշի Ղովտի կնոջը։ Вспоминай жену Лота. Եվ մյուս խոսքը ասում է, И следующий стих говорит, ով որ ուզե իր անձը ապրեսնել, կկորցնե նրան։ Եվ ով որ կորցնե նրան, կապրեսնե նրան։ кто станет сберегать душу свою, тот погубит ее, а кто погубит ее, тот оживит ее. Դες Ղովտիկին ուզում էր իր անձը ապրեսնել իր խելքով։ И жена Лота, она хотела себя спасти так, как она это понимала. Չլսեց Աստծուն, Она не услышала Бога, չլսեց Աստծո ձայնին։ не услышала Божий голос. Դրա համար Աստծո խոսքը զգուշացնում է մեզ այսօր։ Поэтому Слово Божье нас предупреждает. Եթե ուզում ես հետ գնաս, Если ты захочешь обернуться, հիշի Ղովտի կնոջը ինչ եղավ։ вспомни жену Лота, что произошло. Չէ, ինքը չի վախցնում մեզ։ Он не пугает. Ուղղակի ասում է հիշի, Он говорит, просто вспомни, որ սենց բաներ կարա լինի, что может и такое произойти. հետ չգնաս, Не возвращайся, որովհետև քո համար նոր բաներ կա պատրաստված։ потому что для тебя есть что-то новое приготовленное. Լինում է ժամանակ, որ նստում ենք եւ մտածում ենք։ Бывает время, когда мы сидим и думаем, Մի քանի տարի առաջ այնքան լավ էր,
Несколько лет назад так хорошо было. Մի 15 տարի առաջ Лет 15 назад նոր եկել էինք Աստծուն, только пришли к Богу. առաջի սիրո մեջ, Первая любовь. ոչ մի բանի կարիք Ни в չունեինք, чем я не нуждался. ինչքան լավ կլներ, որ այդ օրերը հետ գային։ Так хорошо, если бы эти дни они вернулись. Բայց Աստված ասում է, Но Бог говорит, ետ մի նայր, не оборачивайся, ետ մի нայր, не оглядывайся, մի հիշի անցյալը, не вспоминай որովհետև прошлое, դա խանգարելու է ընդունելու նորը քո կյանքի մեջ։ потому что это будет мешать принимать новое в твоей жизни. Դա նես չի, որ մենք ինչ որ անցյալ ունենք, Это не так, что мы имеем какое-то եւ прошлое, մենք դա դուրս եկանք այդտեղից ինչ որ բաներ կորցրեցինք, мы вышли, что-то потеряли, եւ վերջ, այլ ոչ մի բան չի լինելու մեր կյանքի и մեջ։ все, более ничего не произойдет в нашей Ոչ, жизни. Нет. Աստված ասում է, Бог говорит, անցյալը մի հիշի, не вспоминай прошлое, ետ մի գնա, не оглядывайся, не ետ մի նայիր, возвращайся, որպեսզի կարողանաս ընդունել այն նորը, որը գալու է քո կյանքի մեջ։ чтобы ты мог принять то новое, которое придет в твою жизнь. Ամեն։ Аминь. Ամեն։ Ամեն։ Մենք հավատում ենք սրան, դա ճշմարտություն է, этому, это որովհետև истина. Աստված նոր բաներ ունի պատրաստված մեր Потому что համար։ Бог имеет новое для нас. Նոր ընթացք, նոր կյանք, նոր օծություն, նոր Новое զորություն։ течение, новый путь, новое Բժշկություն, помазание, ազատագրում։ исцеление, освобождение. Աստված ունի մեր կարիքների լուծումը, Бог имеет решение наших нужд. բայց ինքը ասում է, Но Он говорит, հետ մի նայիր, не оглядывайся, մի ետ գնա, не иди назад. մի գնա մտքերով անցյալը, Мыслями не возвращайся в прошлое. որովհետև դա խանգարելու է այսօր մեզ ընդունելու նորը մեր կյանքի մեջ։ Потому что это будет мешать принять новое. Սիրելիս, Возлюбленный, Աստված Բող իր գործը չի ավարտել մեր կյանքի մեջ։ свое дело не завершил в нас. Աստծո գործը ավարտված չի մեր կյանքի մեջ։ Божье дело, оно не завершено в Այն ինչի нас. մեջ որ մենք հիմա կանք, В том, в чем мы сейчас есть, դա դրա մեջ էլ չենք մնալու մենք։ мы в этом не Նա իր остановимся. գործը չի ավարտել մեր կյանքի Бог, Он մեջ։ еще не завершил. Դրա համար Поэтому անցյալը չընդունես, не принимай прошлое. չնայես հետ, Не оглядывайся. չնայես թե քո հետ ինչ ա եղել, Не смотри, что было с չնայես тобой. թե ոնց են վարվել քո հետ, Как с тобою поступали. չնայես թե ինչ ա կատարվում այսօր քո կյանքի մեջ։ Что сегодня происходит в твоей жизни. Ապրի Տիրոջմով Живи Господом. եւ այն սպասումներով, И теми թե ожиданиями, ինչ ա ինքը պատրաստել իմ ու քո համար։ что Он приготовил для меня и тебя. Ամեն։ Ամին։ Փառքես Տեր, հալելույա։ Слава тебе, Господь։ Հալելույա։ Գիտեք Մատթեոս 2-րդ գլխի մեջ, որ կարդացինք Մոգերի պատմությունը, Евангелие от Матфея во 2 главе, там, где мы историю о волхвах читали, 12-րդ խոսքը այսպես է ասում. 12 стих говорит, Երբ որ նրանք երկրպագեցին, когда они поклонились, իրենց գանձերը տվեցին, отдали свои сокровища, իրենց գործը արեցին։ они сделали то, что должны были сделать. Գրված է. Написано. Եվ երազում հրաման առան ետ չդառնալ Հերովդեսի մոտ եւ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ И, получив во сне откровение не возвращаться к Ироду, иным путем отошли в страну свою. Աստված ասեց. Այն ոնց որ դուք եկել եք այդ ճանապարհով դեպի ինձ եւ փրկություն եք ունեցել Бог сказал, тем путем, который вы пришли ко мне и получили спасение, եւ եկել եք երկրպագելու, пришли поклониться, այդ նույն ճանապարհով դու հետ չդառնաս։ именно этим путем не возвращайся. Դա Աստծո կամքը չի։ Это не воля Божья. Դա Աստծո լուծումը չի մեր Это կյանքի не համար։ решение Божье для нашей жизни. Դրա համար Աստված ասեց. Поэтому Бог сказал, Ուրիշ ճանապարհով գնացեք։ идите другим путем. Եվ գիտես մոգերը կարա ինչ լսեին, И волхвы могли не услышать, որտեղ թակավորին խոսք էին տվել, потому что царю обещали, որ գնան թակավորին ասեն, որ մենք տեսել ենք երեխային, գտել ենք երեխային։ что они должны пойти царю обещать, что они нашли ребенка. Բայց նրանց համար կարևոր էր Աստծո ձայնը, Но для них было важно, որ ասում էր չհետ важен չդառնաք голос Божий, Հերովդեսի մոտ։ который сказал, не возвращайтесь к Ироду. Այն որ ինքը քեզ ուղարկել է, որ գնաս եկեղեցի քո բժշկությունը հետ վերցնես ու գնաս հետ նորից, Тот, кто тебя отправил в церковь взять свое благословение и вернуться обратно, հետ չդառնաս այդ ձևով։ не возвращайся так обратно. Թող քո մտքերը փոխվեն, Пусть твои мысли изменятся, թող քո մտածելակերպը փոխվի, пусть твое мышление թող քո изменится, որոշումները փոխվեն пусть твои решения изменятся. եւ ուրիշ ճանապարհով գնա։ И чтобы ты шел Աստծո другим կամքի путем, ճանապարհով, путем воли Աստծո ուզած Божьей, ճանապարհով։ путем, который Бог желает. Ամեն։ Аминь. Ամեն։ Փառք Հիսուսին։ Слава Иисусу. Փառք Տիրոջը։ Слава Господу. Եկեք գնանք թվոց գիրք, Пойдем в книгу чисел. թվոց գիրք։ Книга чисел. Սա այնտեղն է, որ ես ասեցի, ես Աստծո խոսքով կապացուցեմ Это ձեզ, то место, где я сказал, что я Словом Божьим докажу, որ դա մեր սրտերի մեջ է կատարվում։ что это в нашем сердце 11-րդ происходит. գլուխ, 11 глава, 5-ից 6 խոսքերը։ с 5 по 6 стихи. Փառք Աստծուն։ Слава Богу. Գիտես ժողովուրդը տրտնջում էին Մովսեսի դեմ, Народ, он роптал против Моисея. ասում են ով միս կտա մեզ ուտելու, Говорит, кто даст нам мясо, чтобы мы ели?
Գիտես, իրանք նոր բաներ էին ուզում։ Они ожидали чего-то нового. Անապատի մեջ Իսրայել ժողովուրդը նոր բաներ էր ուզում։ В пустыне народ израильский нового желал. Միս էր ուզում ուտել։ Они хотели мяса. Բայց գիտես ինչից ելներով էր այդ նոր բաները ուզում վերցնել։ Но знаете, почему они хотели взять что-то новое? Գրված է 5-րդ խոսքում։ В 5 стихе написано: Մենք հիշում ենք Եգիպտոսի մեջ մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերը, սխտորները, мы помним рыбу, которую в Египте мы ели с даром, огурцы, дыни, лук, репчатый лук и чеснок. տեսեք, որ նրանք անապատի մեջ էին։ Они были в пустыне. Նրանք ֆիզիկապես Եգիպտոս հետ չէին դարձել։ Они физически в Египет не вернулись. Գրված է, որ մենք հիշում ենք Եգիպտոսի մեր կյանքը։ Говорят, мы помним жизнь, которая была в Египте. Ձրի սոխ ու սխտոր էինք ուտում։ Мы ели бесплатно лук. Դա այն մարդն է, որ ցենց անում էր Ճիշտ հարցերը նո- լուծում էր։ Это, когда, знаешь, вопросы все решались. Նրանք հիշում էին, թե ինչ էր կատարվում Они այնտեղ, вспоминали, что с ними происходило. բայց մոռացել էին, Но забыли, որ Եգիպտոսում չարաչար տանջվում էին։ что они в Египте, они ужасно Բերի мучились. տակ, հոգսի տակ, Они были обременены. տանջում էին նրանց օր ու գիշեր։ Их мучили день и ночь. Իրանք դա մոռացել Они էին это забыли եւ հիշում էին իրան սոխ ու սխտորը и вспоминали лук и чеснок. եւ միս էին ուզում։ И хотели мясо. Եվ տեսեք ինչ ասում մյուս խոսքը։ И смотрите, что следующий стих говорит. Եվ հիմա А ныне մեր անձերը ճանձը չորացել է, ամենևին մի բան չկա, միայն այդ մանանայի վրա է մեր աչքերը։ душа наша изнывает. Ничего нет, только манна в глазах ваших. Գիտես մեր Նաշ- կյանքում էլ է տենց ալնում։ И знаете, в нашей жизни так бывает. Մենք կանանչ խոստովանենք, Мы можем не исповедовать, բայց հաստատ լինում է, но точно бывает. որ ասում ենք հոգնել ենք հավատքով ապրելուց։ Когда говорим, мы устали жить в вере. Այս հավատքով ապրելը ոնց որ ձեր չի տալի մեզ։ Видимо, как-то нас не устраивает жизнь в вере. Ոնց որ հարցեր չի լուծում։ Как будто вопросы не решаются. Ասում են հոգնել են այդ մանանայից։ И говорят, они устали от манны. Չէ, ասո խոստացում մանանայի չափ հավատք ունեցի։ Слово Божье говорит, иметь веру с горчичной, Ասում են հոգնել ենք, с размером горчичного սոխ ենք ուզում, зерном սխտոր манны. ենք уզում, Говорит, мы хотим чеснок, лук, միս ենք ուզում։ мясо хотим. Բայց գիտես ինչ ասում Աստծո խոսքը։ Говорит, что Слово Божье говорит? Ասում է մեր անձերը չորացել է։ Говорит, наша душа, она изнывает. Ինչի պատճառով։ По какой причине? Որովհետև նրանք հետ էին նայում։ Потому что они смотрели назад. Որովհետև նրանք Потому что они իրանց մտքերի մեջ в своих мыслях ուզում էին ետ դառնալ Եգիպտոս։ хотели вернуться в Египет. Իրանց ձեռ չէ տալի հավատքի կյանքը։ Их не устраивала жизнь в вере. Իրանք ձեռ չէ տալի, որ պետք է հավատքով վերցնեին Աստծոց։ Их не устраивало то, что они должны были верою взять у Бога. Իրանք ուզում էին ասեին, Они хотели сказать, ավելի լավ է այնտեղ տանջվեինք, лучше бы мы там мучились, բայց կուշտ փորով հաց ուտեինք։ но были сыты. Քան հավատքով սպասենք, թե Աստված երբ է մեզ ինչ որ բան տալու։ Нежели в вере ожидать, когда Бог нам что-либо даст. Եվ այդ մտածելակերպով И этим мышлением նրանց անձերը չորացել էր։ их души, они изнывали. Ֆիզիկապես նրանք Եգիպտոսում չէին։ Они физически не были в Նրանք Египте. դուրս եկած էին Они Եգիպտոսից։ были выведены из Իսրայել Египта. ժողովուրդը իրար հետ էին, Народ Անապատի израильский, մեջ, он был в пути, բայց իրանց в սրտերով пустыне, но в сердце իրանք հետ էին գնացել они Եգիպտոս։ вернулись в Египет. Եվ դրա И պատճառով поэтому իրանք չէին կարողանա ընդունել նորը, որ Աստված պատրաստել է։ они не могли принять нового, то, что Бог приготовил. Բայց այսօր մենք կանչված ենք Աստծոց նորը ընդունելու։ Но сегодня мы призваны принимать от Бога Այսօր մենք новое. կանչված ենք Աստծոց նորը ընդունելու մեր կյանքի մեջ։ Сегодня мы призваны принимать новое от Եվ Господа. Աստված այդ նորը պատրաստել է իմ ու քո համար։ И Бог это новое приготовил для меня и Դա тебя. լավն է լինելու սխտորից էլ, սոխից էլ։ Это будет лучше и лука, и чеснока, Եգիպտոսում ունեցած ամեն ինչից էլ լավն է и от լինելու։ всего того, что было в Египте. Որտեվ Աստված շատ բարձր ճաշակ ունի։ Потому что у Бога есть превосходный вкус. Իր տվածը ոչ մի բանի չի То, что երասնի։ Он дает, ничего не может это превзойти. Ամեն։ Ամեն։ Ինքը այդ ամենը ունի պատրաստած իմ ու քո И все համար։ это Он имеет приготовлено Ուղղակի для իր меня и խոսքը մեկն тебя. է։ Его слово одно. Ետ չգնաս։ Не возвращайся, Ետ չնայես։ не оглядывайся. Ոչ մի անգամ։ Никогда. Գես մարդիկ կան Есть люди քրիստոնյաների մեջ։ среди христиан. Մեր եկեղեցուշեն իրանք։ Я не из нашей церкви. Սենց կարելի է սեստանական բառ ասեմ։ Скажу такое домашнее слово. Չամադանի նասրայինիա։ Такое чемоданное настроение Իրանց մոտ։ у них.
որ հեսա մի բան էլ լավ, всё, չամադանը պատրաստ է, եթե եմ աշխարհ։ Еще что-то случится, все, у меня чемодан готов, я сразу в мир уйду. Սպասեմ, եթե ինձ մի շաբաթ էլ ինձ չբարևեցին կամ թարս նայեցին, եթե եմ աշխարհ։ Буду ждать, если на следующей неделе со мной не поздороваются, я пойду Ոնց в որ мир. սենց ասած է չամադանը աշխարհի Եգիպտոսի, И вот этот чемодан египетский, սենց բռնած գալիս է եկեղեցի, он берет и идет в ու церковь, так, եկեղեցուց էլ գնում է տուն։ и в церкви уходит домой. Սպասողական վիճակի է։ Такое ожидание у него. Թե ով ինչ պետք է անի, Кто что сделает, որ ինքը գնա աշխարհ։ чтобы он ушел в мир. Ուզում եմ ասեմ, Хочу сказать, հետո далее գնացիր, հետո уйдешь ты, и что? չի ասեցի դա մեր եկեղեցու մարդկանց Я говорю, это մասին։ не о людях и нашей Ուրիշ церкви, քրիստոնյաների մասին է։ это о других христианах. Դրա համար դա սրտի մեջ է կատարվում։ Поэтому это происходит в Դու երբեք չես сердце. տենա, որ ես չամադանով եկել եմ Ты եկեղեցի։ никогда ты не увидишь, чтобы я с чемоданом Դու пришел այդ в церковь. չամադանը չես տենա երբեք։ Ты этот чемодан не увидишь в Այդ церкви. չամադանի մասին մենակ գիտես դու Об этом чемодане знаешь только ты եւ Աստված։ и Бог. Բայց մեզ պետք է այսօր Но нам нужно сегодня, այդ չամադանը դնենք գետին։ чтобы мы этот чемодан поставили на землю. Սենց էլ լավ մատնական բան ասեմ, И ոչ։ скажу еще такое домашнее слово. Այդ չամադանը ասես տաշես ոտով։ И чтобы этот чемодан просто пнуть. Դա քեզ պետք չի։ Это тебе не нужно. Դա քո անձը չորացնելու է։ Это просто осушить Դա твою քո душу. կյանքը ուղակի դառնալու է ուղակի չոր անապատ։ Твоя жизнь просто превратится в пустыню сухую. Մենք այսօր եկել ենք Мы сегодня пришли եւ աղոթք ենք անելու, и будем молиться, որ այդ չամադանները ստե թողած чтобы когда мы оставим здесь чемоданы эти, մենք գնանք տուն։ мы ушли домой. Եվ այդ մտքերի դեմ И против этих мыслей մենք հակառակվենք ամեն օր։ мы будем противостоять каждый день. Մենք կանչված չենք մեղքի մտնոլորտի մեջ ապրելու։ Мы не призваны жить в грехах. Մեղքի մտնոլորտի մեջ մենք մեռնում ենք։ Мы должны умереть для греха. Մեղքի մտնոլորտի մեջ մենք մեռնում ենք։ А в греховной атмосфере мы умираем, Բայց սրբության մտնոլորտի մեջ մենք կյանք ենք ունենում։ но в духовной среде мы имеем жизнь. Դրա համար ինչպես որ ձուկը ջրից հանում ես ինքը սատկում է, Поэтому как ты рыбу вытаскиваешь из воды, она անցել որ умирает. մարդը մտնում է մեղքի մեջ ինքը մեռնում է, որտեղ այդ մտնոլորտի համար չի ստեղծված։ Так и человек, когда входит в грех, он умирает, потому что не сотворен для этого. Մենք կանչված ենք սրբության մեջ ապրելու։ Мы призваны жить в святости. Ամեն։ Аминь. Երկու տեղ ամենացեք, կարդալու եմ ու աղոթ կանենք։ Еще два места прочитай и будем молиться. Գործ Կարաքելոց, Деяния апостолов, 7-րդ գլուխ։ 7 глава. Սա այն պատմությունն է, երբ որ Ստեփանոսին բռնել էին եւ ինքը քարոզում էր։ Это та история, когда взяли Стефана, а он проповедовал. Երկին գնալուց առաջ վերջի խոսքներ ասում իր։ И он говорил последние слова до того, как был вознесен. Եվ 39-րդ խոսքը 39 стих. ասում այսպես. Որին մեր հայրերը չկամեցան հնազանդ լինել, այլ մերժեցին եւ իրենց սրտերով ետ դարան Եգիպտոս։ Которому отцы наши не хотели быть послушными, но отринули его и обратились сердцами своими к Египту. Սա հենց այդ պատմության մասին է այս Это именно об ժողովրդի этой անապատում։ истории. Ասում է մեր հայրերը Говорят, наши отцы, չկամեցան հնազանդ они լինել։ не хотели повиноваться. Չուզեցին հավատքով апրել։ Не были послушными, не хотели жить в вере. Չուզեցին իրանց հույսը մանանայի վրա լինի։ Не хотели, чтобы они надеялись на манну. Եվ իրենց սրտերով ետ դարան Եգիպտոս։ И они обратились сердцами своими к Египту. Տեսնում ես, որ մարդ կարա իր սրտի մեջ դառնա Եգիպտոս։ Видя, что человек, он может в сердце своем обратиться к Египту. Կարևոր չի физիկապես Եգիպտոսում լինես։ Не важно, чтобы ты физически был там. Գիտես տարբերություն չկա։ Нет разницы. Ֆիզիկապես լինես, թե ուղակի ստեղ լինես, բայց սրտով Եգիպտոսում լինես։ Не важно, ты, если сердцем будешь в Египте, физически будешь здесь. Երկու դեպքում էլ փոփոխություն չի կարա կատարվում մեր կյանքի И в մեջ։ одном и в другом случае не будет изменений в жизни. Գիտես, որ դեպքում է լինում, որ մենք եկեղեցու մեջ ենք եւ մեր մտքերը, մեր սրտերը Եգիպտոսում է։ И знаешь, в каком случае, когда мы в церкви, наши мысли и наши сердца в Египте? Երբ որ մենք չենք կամենում հնազանդվել Աստծո խոսքին։ Когда мы не желаем повиноваться Слову Божьему. Գրված է, որ նրանք չկամեցան հնազանդվել Աստծո խոսքին։ Написано, что они не хотели быть Եվ послушными իրանց Слову. սրտերով գնացին Եգիպտոս։ И они своим сердцем оказались в Египте. Սերս մենք կանչված չենք Եգիպտոսում ապրելու Мы համար։ не призваны жить в Египте. Սենց ասեմ մի հատ էլ նորից բան։ Скажу еще кое-что. Եգիպտոսի համար Для Египта, վիզան փագա մեր։ для нас виза закрыта. Փագա։
Она закрыта. Մեզ Եգիպտոսից դեպորտ են արել Нас ժողովուրդը։ просто депортировали из Египта. Մի փորձի դոկումենտները վերականգնես, որ նորից գնաս Եգիպտոս։ Не пытайся восстанавливать твои документы, чтобы вернуться туда. Վիզան փակա։ Виза она Մենք закрыта. դեպորտ եղած ենք Եգիպտոսից։ Мы просто депортированы оттуда. Մենք Քանանի երկիր ենք գնում։ Мы идем в землю Մենք ханаанскую. գնում ենք ժառանգելու Աստծոս պատրաստված օրհնությունները։ Мы идем наследовать благословение, которое приготовлено Богом. Աստված մեր համար օրհնություն ունի պատրաստած։ Бог имеет благословение, приготовленное для Ամեն։ нас. Аминь. Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ վերջի տեղն եմ ուզում կարդամ եւ մենք աղոտ կանենք։ И последнее место хочу прочитать, и мы будем молиться. Ինչ ամես պետք անել։ Что нам нужно делать? Ես ամեն ինչը խոսեցի։ Все это я сказал. Ինչ անենք, Что нам делать, որպեսզի чтобы Եգիպտոս ետ չդառնանք в Египет не возвращаться եւ սпасենք и ожидать հավատքով верою Աստծոս պատրաստված կյանքին։ ту жизнь, которую Бог приготовил для нас? Եբրայեցիների թուղթ Книга Евреям, 10-րդ գլուխ 10 глава, 35-ից 39 խոսքերը։ с 35 по 39 стихи. Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Итак, не оставляйте упования вашего, которому предстоит великое воздаяние. Ինչ որ մեկը վստահա Աստծո վրա։ Кто-то надеется на Господа, уверен в Боге. Вստահ ենք չէ Աստծո վրա։ Мы уверены в Боге. Ես իմ վրա վստահ չեմ, ես Աստծո վրա եմ Я վստահ։ в себе не уверен, но в Боге уверен. Ասում եթե վստահ ես, Говорит, если ты уверен, դեն չքսես այդ վստահությունը։ не выкидывай эту уверенность. Մինչև վերջ վստահ եղի, До конца быть уверен. որտեղ քո վստահությունը Потому что твоя уверенность в Боге, վարձք ունի։ она имеет воздаяние. Քո վստահությունը վարձք ունի։ Твоя уверенность имеет воздаяние. Մինչև վերջ, До конца. մինչև վերջ։ До конца. Որովհետև սա արդեն մեր քայլն է, ինչ մենք պետք է անենք։ Համբերությունը պետք մեզ ձեզ, որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ И далее то, что мы должны делать. Терпение нужно вам, чтобы, исполнив волю Божью, получить обещанное. Հեշտ է, Легко? հեշտ չի։ Нелегко. Հաստատ հեշտ չի։ Точно нелегко. Հաստատ հեշտ չի։ Точно нелегко. Բայց Но Աստված ասում է Бог говорит իր խոսքի в մեջ своем слове, համբերություն ապետ մեզ терпение нужно нам, Աստծո կամքը կատարելու մեջ чтобы исполнить волю Божью, հնազանդվելու իր խոսքին чтобы повиноваться Ему Слову, հավատքով կյանք ապրելու համար чтобы жизнь по вере. իրականում ասեմ Ժողովուրդ ջան, սի հայտնություն է В действительности скажу это откровение. հավատքով կյանք ապրելու համար Чтобы жить в вере, շատ մեծ համբերություն է պետք нужно большое терпение. շատ մեծ համբերություն է Нужно պետք большое терпение. ամեն Аминь. մեզ պետք է Нам нужно Աստծո կամքը անել исполнять волю Божью, համբերել терпеть. ինչի համար Для чего? որ Աստծո խոստմունքը ստանանք Чтобы получить որ обещанное այն Богом. նոր բաները որ ինքը պատրաստել է մեզ То համար մենք դա новое, что Он ստանանք приготовил для нас, чтобы мы получили. մյուս խոսքը Следующий стих. որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա Ибо еще немного, очень немного, и грядущий придет и не умедлит. սպասում ենք իրան Мы ожидаем Его. ամեն Аминь. գիտես ես չեմ խոսում աշխարհի վերջի մասին Я не говорю о конце света. դա էդի սպասում ենք Это мы точно ожидаем. էդի անհամբեր ենք սպասում Это мы ожидаем. բայց Но մինչև նրա երկրորդ գալուստը до второго Его пришествия ես սպասում եմ իրան իմ կյանքի մեջ я ожидаю Его в своей жизни. դու սպասում ես իրան քո կյանքի մեջ Ты ожидаешь Его в своей жизни. դու սպասում ես իրան քո իրավիճակների մեջ Ты ожидаешь Его в обстоятельствах твоей жизни. դու սպասում ես իրան քո խնդիրների մեջ Ты ожидаешь Его в твоих проблемах. դու սպասում ես իրան քո հիվանդությունների Ты մեջ ожидаешь Его в своих болезнях. դու սպասում ես իրան շատ հանգամանքների մեջ քո կյանքի Ты ожидаешь Его во многих обстоятельствах твоей եւ Աստծո жизни. խոսքը И Слово Божье այսօր քեզ ասում է сегодня говорит тебе, մի քիչ ժամանակ еще немного, միայն մի քիչ ժամանակ еще немного. ուզում եք մի հատ էլ հայտնություն ասեմ Хочу еще одно откровение сказать. չգիտեմ ինչքան ժամանակ Я не знаю, сколько времени. չգիտեմ անկեղծ Точно не знаю. ինձ էլ է շատ հետաքրքիր Мне դա тоже очень интересно. բայց Но ասում եմ մի քիչ ժամանակ միայն Слово Божье говорит, еще немного. նա որ գալու է Тот, который грядет, կգա եւ չի ուշանա он придет и не умедлит. կգա եւ չի ուշանա Придет и не умедлит. Տերը կգա եւ չի Бог ուշանա придет и не ինքը умедлит. երբեք չի ուշանում Он никогда Им у քո կյանքի не մեջ։ опаздывает в моей твоей գիտեք жизни. սրանից ելնելով է И исходя из որ этого, քրիստոնյան որոշումը ետ գնա христианин решает возвращаться. որտեվ էլ չի ուզում համբերի Потому что не хочет ждать, էլ չի ուզում не պատերազմի хочет сражаться. հոգնել է արդեն Устал уже.
Բայց Աստծո խոսքը ասում Но է, Слово Божье говорит, համբերություն ա պետք է։ нужно терпение. Խոստմունքը կա, Есть обещание, նորը կա, есть новое, Աստծո օրհնությունը կա։ есть Божье Ուղղակի благословение. ինձ ու քեզ համբերություն ա Только мне и պետք, тебе нужно Որ նրա обетование, կամքի մեջ լինենք, терпение, чтобы пребывать в Его որ воле, վերցնենք այդ օրհնությունը։ чтобы взять это благословение. Ինքը կգա եւ չի Он ուշանա։ придет и не умедлит. Հաջորդ խոսքը, Следующий стих. բայց արդարը հավատքից կապրի։ Праведный верою жив будет. Եվ եթե մեկը ետ քաշվի, իմանձը նրան չի հավանի։ А если кто поколеблется, не благоволит к тому душа моя. Իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվի։ Мы же не из колеблющихся на погибель, но стоим в вере к спасению души. Ուզում եմ սրանք ջիջարով ամեն ասես։ Я хочу, чтобы ты этому сказал аминь от всего Սստանավարի сердца. ամեն ասես։ Чтобы ты от всего сердца сказал Հավատքով. этому аминь. Верою. Ասում է, Говорит, մենք ետ քաշվողներից չենք, мы же не из колеблющихся որ կորչենք։ на погибель. Ամեն։ Аминь. Այլ հավատքից ենք, Но мы от веры, որ մեր հոգիները փրկվեն։ чтобы наши души спаслись. Փառք Տիրոջը, Слава Богу. փառք Հիսուսին։ Слава Иисусу.